Այսօր առավոտյան Երևանում ոստիկանը օդ է կրակել երիտասարդների ծեծկռտուքը դադարեցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Ազգային գրադարանի հարակից տարածքում։ Ըստ պաշտոնական աղբյուրի 2 տասնյակից ավելի երիտասարդներ ծեծելիս են եղել մի այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները օրենքով սահմանված կարգով նախազգուշական 2 կրակոց են արձակել օդ։ Ծեծի մասնակիցներից մեկին ձերբակալել են եւ տարել ոստիկանության կենտրոնի բաժին։ Միջադեպի մյուս մասնակիցներին այժմ որոնում են իրավապահները։ Ararat Mirzoyan Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է արտգործնախարար Ararat Mirzoyանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նրա խոսքով Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից հետո ոչ միայն խաղաղություն է հաստատվել Երևանի ու Բաքվի միջև, այլև ճանապարհ է հարթվել առևտրային կապերի եւ մարդկային շփումների համար։ Միրզոյանը այդուհանդերձ չի մոռացել խոսել նաեւ ադրբեջանական բանտերում տառապող մեր 19 հայրենակիցների պատերազմի հետևանքով անհետ կորածների ճակատագրի մասին։ Unequivocally premised on the conviction that the human rights pillar of the United Nations Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղի, սա իսկապես դժվարին ձեռնարկ է, քանի որ 19 հայ ձերբակալվածներ դեռևս պահվում են Բաքվում եւ անհրաժեշտություն կա պարզաբանելու անհետ կորածների ու բռնի անհետացումների դեպքերի ճակատագրերը, ինչպես նաեւ աղավաղված պատմական թեզերի տարածման պայմաններում։ Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մասին նույնպես հիշատակել է Միրզոյանը իր ելույթում, ըստ նախարարի, Հայաստանն այս օրերին բախվում է լայնածավալ հիբրիդային հարձակումների եւ արտաքին միջամտության փորձերի։ Միրզոյանը ասել է մեջբերում Հայաստանը հայտնվել է համակարգված թշնամական արշավների թիրախում, որոնց նպատակն է ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների միջոցով թուլացնել քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։ Միրզոյանը սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից տարածաշրջանից են այդ հիբրիդային սպառնալիքները։ hybrid threats including disinformation, manipulation and foreign interference Աղետ է անվանել Հայաստանի վարչապետը ջրային ոլորտում տարեկան արձանագրվող 40-ից 60% կորուստը։ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, թե ինչպես են ոլորտի պատասխանատուները գիշերը քնում, երբ Հայաստանում ջրային կորուստների վիճակագրությունը աղետալի է։ Եթե ուրիշ ոլորտներում ասենք տենց իրավիճակ լինի, մենք երկրում արտակարգ դրություն կհայտարարենք։ Միտեղ որտեղ որ 40%, 60% կորուստ լինի, մենք ինչ կանենք, արտակարգ դրություն կհայտարարենք։ Իսկ ջրային ոլորտում դա նորմալ է, հա դե 60% է կորուստը, դարձավ 59%, դարձավ 58.5%, ինչ լավ է, եկեք բան պարգևատրենք եւ այլն եւ այլն։ Սա աղետ է, ոնց կարելի է սրա հետ ընդհանրապես համակերպվել։ Ոնց կարելի է ընդհանրապես այս պայմաններում գիշերը քնել, բայց մենք քննում ենք ոնց որ։ Ուստեղ է խնդրեմը, որ մենք այս խնդիրները իրա ամբողջ խորությամբ չենք ընկալում Մեքսիկայում իրավիճակը ծայրահեղսրվել է, վերածվելով բացահայտ առճակատման կառավարական ուժերի եւ երկրի ամենահզոր հանցավոր խմբավորումներից մեկի՝ Խալիսկոյի նոր սերունդ կոչվող կարտելի միջև։ Լայնամասշտաբ անկարգությունների ու զինված բախումների պատճառ է դարձել խմբավորման առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հնարավոր սպանության մասին տեղեկությունը։ Նա համարվում էր աշխարհի ամենափնտրվող հանցագործներից մեկը, ում գտնվելու վայրի մասին տեղեկության համար սահմանված էր $10 միլիոն պարգևավճար։ Կարտելների զինյալները կրակում են անվտանգության ուժերի ուղղությամբ եւ հայտարարել են $1200 պարգևատրման մասին յուրաքանչյուր զոհված ոստիկանի կամ զինվորի համար։ Կարտելի անդամները փաստացի պատերազմ են հայտարարել իշխանություններին հրկիզելով տրանսպորտային միջոցներ եւ խանութներ, փակելով կարևորագույն մայրուղիներն ու թաղամասերը։ Իրավապահների եւ նարկոկարտելի զինված խմբերի միջև տեղի ունեցած կատաղի փոխհրաձգությունների հետևանքով կան վիրավորներ։ Ուժային կառույցներին հաջողվել է ձերբակալել խմբավորման մի շարք անդամների։ Մեքսիկայի արդեն ավելի քան 5 նահանգում զանգվածային անկարգություններ են, սակայն իրադարձությունների էպիկենտրոնը Խալիսկո նահանգն է եւ Գվադալախարա քաղաքը։ Չնայած երկրում տիրող քաոսային իրավիճակին, իշխանությունները դեռևս մանրամասներ չեն հայտնել սպանության վերաբերյալ։
Financial Times-ի տվյալներով Թեհրանն ու Մոսկվան անցյալ դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում 500 միլիոն եվրոյի գաղտնի ռազմական գործարք են կնքել։ Արտահոսած փաստաթղթերի համաձայն Ռուսաստանը պարտավորվել է Իրանին մատակարարել վերբատեսակի 500 դյուրակիր զենիթահրթիռային համալիր եւ 2500 հրթիռ։ Այն նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռների, ուղաթիռների եւ անօդաչու սարքերի ոչնչացման համար։ Այս զինատեսակն ունի գերզգայուն ջերմային գլխիկ, ինչը թույլ է տալիս թիրախխոցել նույնիսկ ջերմային թակարդների եւ արհեստական խոչընդոտների պայմաններում։ Զենքի մատակարարումը նախատեսված է իրականացնել միայն 2027-ից 2029 թվականների ընթացքում։ Այս քայլով Իրանը նպատակ ունի ուժեղացնել իր օդային պաշտպանությունը հաշվի առնելով իր միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան վերջին հարվածները։ Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։ Ենթադրյալ պայմանագիրը վկայում է երկու երկրների միջև ռազմական կապերի շարունակական խորացման մասին։ Սպասվող վերազինումն արդեն լրջորեն մտահոգություններ է առաջացրել արևմուտքի երկրներում։ More impossible problems can be solved as we go along. Դոնալդ Թրամփը խաղաղության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ 9 երկրից 7 միլիարդ դոլար է հատկացվելու Գազայի վերականգնման համար։ Նրա խոսքով 5 պետություն միջազգային կայունացման ուժեր կտեղակայի նաև այնտեղ։ Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է 10 միլիարդ դոլար հատկացնել հենց խորհրդին, թեև այդ գումարի կոնկրետ նպատակները չեն հստակեցվել։ Չնայած այս հայտարարություններին խոստացված միջոցները զգալիորեն զիջում են ՄԱԿ-ի գնահատած 70 միլիարդ դոլարին, որն անհրաժեշտ է հիմնահատակ ավերված տարածքները վերակառուցելու համար։ Մինչև Վաշինգտոնում քննարկվում են դիվանագիտական ծրագրեր, Գազայի բնակիչները ծայրահեղ անվստահությամբ են վերաբերվում այս նախաձեռնություններին, քանի որ անցած տարվա հոկտեմբերից հաստատված հրադադարից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Տեղացիները նշել են, որ խոստացված օգնությունը տեղ չի հասնում, իսկ Իսրայելը շարունակում է ամենօրյա ռմբակոծություններն ու հրադադարի խախտումները։ Գազայում առողջապահական, կրթական եւ սանիտարական ծառայությունները գրեթե չեն գործում։ 100 հազարավոր մարդիկ շարունակում են գոյատևել վրաններում։ Շատերի համար վերականգնումը իմաստազրկվում է, քանի դեռ Իսրայելը շարունակում է ավերածությունները։ Գազայի ժողովրդի հիմնական պահանջն իրական անվտանգությունն է։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հարցում այսօրվա նիստում առաջընթաց չի սպասվում։ Հիմնական խոչընդոտը Հունգարիան է, որը հրաժարվում է հաստատել թե պատժամիջոցները, թե Ուկրաինային հատկացվելիք 90 միլիարդ դոլարի վարկը։ Բուդապեշտը պահանջում է վերականգնել Դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները, որոնք ընդհատվել են Ուկրաինայի հրամանով։ Նմանատիպ դիրքորոշում է որդեգրել նաև Սլովակիան, սպառնալով դադարեցնել էլեկտրաէներգիայի և դիզելային վառելիքի մատակարարումը Կիևին, մինչև Ուկրաինան պնդում է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով, Հունգարիան և Սլովակիան սա համարում են քաղաքական քայլ։ Կայա Կալասը հայտնել է, որ չնայած իր հիասթափությանը պատրաստ է լսել կողմերի փաստարկները, սակայն շեշտել է, որ չի կարելի իրար հետ կապել միմյանց հետ չառընչվող հարցերը։ Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում ճնշում գործադրել Կիևի վրա մատակարարումները շուտապույտ վերականգնելու համար։ Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իր հնարավոր իրավահաջորդի ընտրության վերաբերյալ ներքին քննարկումները, հայտնել է Axios պարբերականը, որպես 2028 թվականի հիմնական թեկնածուներ Սպիտակ տանը դիտարկվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Թրամփի երազանքի տանդեմում առաջնորդի դերը վերապահված է Վենսին, իսկ Ռուբիոն դիտվում է լրացուցիչ ուժ։ Նախագահը պարբերաբար արծարծում է այս թեման խորհրդականների շրջանում, փորձելով կշռադատել իր քաղաքական ժառանգության հնարավոր տերերին։ Այնուամենայնիվ Ռուբիոն այս պահին զիջում է առաջնորդի դիրքերը Վենսին։ Հարցումները եւս փաստում են Վենսի բացահայտ առավելությունը, սակայն նման վաղաժամ կանխատեսումները հազվադեպ են արդարանում իրական քաղաքականության մեջ։ Ըստ մասնագետների այս քննարկումները Թրամփի հերթական հնարքներն են սեփական թիմի ավատարմությունը ստուգելու եւ ազդեցությունը մշտապես պահպանելու համար։